Նախ հասկական այդ ղազախական ծորենի հետ ի՞նչ է կատարվում։ Ինչ է կատարվում, ուղղակի որ նայես ոնց որ բանը լինի։ Չէ, կոնսպիրացիա չէ, այդ ոնց որ բանի սցենարիստները գրելիս լինեն օպերացիա ի կամ շուրիկի նոր արկածները։ Լսեք հարգիններս, կա ապրանք։ Ես հələ եկեք մոռանանք ընդհանրապես, ուրեմն ցանկացած ծորեն ինքը շուկայական ապրանք է։ Ես հələ չեմ այդքան բան անում։ Կա ապրանք, կա ծորեն ապրանք, կա, չգիտեմ, 1000 ու մի ապրանք, կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 80-րդ, 90-րդ տեսակի ապրանք, ինքը ունի գին։ Ինքը ունի գին։ Եվ ինքը ունի լոգիստիկա։ Հիմա նոր ճանապարհով X ապրանքը A կետից եկել է հասել B կետը։ Հիմա ծորեն ինչպիսին է, այդ նախ այդ գնումը իրականացրել է, կառավարությունը չի իրականացրել, այդ գնումը իրականացրել է մասնավորը իր կարիքների համար։ Այսինքն գնացել է շուկա, ապրանք է առել, կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել այդ ճանապարհով։ Այսինքն այս ինչ թեմա է, որ չգիտեմ 6-րդ սորտի է, 8-րդ սորտի է, ուզում է 1260-րդ սորտի լինի։ Մարդը գնացել է ինքը իր փողը տվել է, ինքը իր փողը, դա բյուջեի փող չի, ոչ մեկի փողը չի։ Գնացել է ապրանք առել, բերել է, պետք է բերեր ուրիշ դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով։ Ինչու՞մ է խնդրումը։ Ուզում եմ հասկանալ։ Հաջորդ հարցը։ Ես այսօր ինձ լրագրողները նաև հարցրին, ես կարող եմ ասել, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ծորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ծորեն վաճառում, կա առաջարկ մեծ ծորենի, ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք ինչ ծորեն ունենք, կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղ, չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել, մեր առաջարկներ կան։ Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք։ Գինը հետաքրքիր կլինի, հա, գին որակ բնականաբար։ Հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի։ Ինչու՞մ է խնդրումը։